Փոսալցման աշխատանքների վերաբերյալ պարոն Թևոսյան, խնդրեմ ներկայացնեք ինչա արվում, ինչ ծավալ է արվել եւ ինչքան դեռ կա անելու։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, ուրբաթ օրվանից սկսել ենք բուն փոսալցման աշխատանքները, ուրբաթ-շաբաթ Կիրակի օրերի ընթացքում մոտավորապես կտրվել է 4500 քառակուսի մետր տարածք եւ արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քառակուսի մետրը։ Նաև միաժամանակ արվել է 1000-ից ավել տեղային լուծումներ, այսինքն հրատապ տեղային լուծում ենք տվել 1000-ից ավել փոսերին։ Ունեցել ենք միայն բարդություն շաբաթօրի եղանակի հետ կապված, այլ դեպքում բարդություն չենք ունեցել։ Իսկ մեր ահազանգերի քանակը հիմնականում քանիսն է։ Մեզ մոտ մեր շին բարեկարգման վարչության տակ գտնվող փողոցների ահազանգը 300 մի քիչ անցավ։ Բայց դեռ չենք նվազեցրել այն փոսերը, որոնք արել ենք ուրբաթ-շաբաթ Կիրակի օրերին զուտ աշխատանք։ Բայց կան փոսեր, որոնք որ շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթությունն է։ Միանշանակ բան կա։ Իսկ հիմա Շիրակի փողոցում արվել է աշխատանք։ Շիրակի փողոցում իմանալով արվել է հրատապ լուծման աշխատանքներ, ի նկատ բազմակի փոսերի մասին եք ասում լուկերի դիտահորերի կողմից։ Պարոն Գաբրելյան, դուք ինչ կասեք։ Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Այս բանը չի կատարվել, բայց եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից նաև մեր կողմից աշխատանքներ են տարվելու, այդ մեծ փոսերը, որ կա, լցնենք, որպեսզի հետագայում Գաբրելյան, այդ ես ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի, էլի։ Իմաստը որն է իմ 3-4 օր առաջ ասելու, այդ ռիսկային հատվածներում աշխատանք անելու, մինչև որ փոսալցումը կգա կհասնի։ Թույլ կտաք։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, անկեղծ ասած մենք փորձել ենք փոստալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվացե մեքենաների հետ տարել։ Շատ լավ։ Խնդրում եմ շաբաթվա ընթացքում անընդհատ տեսալուսանկարը հանեք այն ինչ աշխատանք անում եք, ծավալներով, տոկոսայինով օրվա վերջում ես միշտ ստանամ ինչ է կարել, պարոն Թևոսյան։ Ինչքան կա տոկոսայինը, ինչքանն է արվել։ Ինչքանն է հիմնական արվել, ինչքանն է ժամանակավոր լուծում տրվել։ Պարոն Փամբուխյան, մենք ունենք 6 ապալառու ընկերություն, ճիշտ եմ հիշում, 6 հաղթող ընկերություն ունենք։ 6 լոտ ունենք, 5 հաղթող։ 6 լոտ, 5 հաղթող։ Ունենք ընկերություններ, որոնք որ մի քիչ տեմպի հետ կապված ունենք մտահոգություն։ Այո, պարոն քաղաքապետ, ընդհանուր առմամբ մեր մոնիթորինգը ցույց տվեց այս վերջին 3 օրերի ընթացքում, որ մի փոքր կենտրոն վարչական շրջանը սպասարկող ընկերությունը եւ Էրեբունի վարչական շրջանը, միգուցե այլ շրջաններ են սպասարկում, բայց մենք խնդիրները նկատել ենք այդ երկու վարչական շրջաներում, որտեղ որ ծավալի հետ կապված կտրման ասֆալտի կտրման ծավալների հետ կապված կար որոշակի դանդաղություն, մենք այդ օրը գիշերը զգուշացրել ենք եւ եւս մեկ անգամ հիմա հրապարակային զգուշացնում ենք, որ եթե իրենք հապաղեն, այսինքն այն տեմպերը, որոնք որ մենք պահանջում ենք չկարողանան բավարարել, միգուցե եւ մենք անցնենք այլ մեթոդների։ Պարոն Թևոսյան, այս ընկերությունների հետ կոմունիկացիա արվել է։ Այո, Ինչ են ասում։ ասում են, որ ամբողջությամբ կանեն այն, ինչ պահանջը դրված է իրենց առաջ։ Հիմա ամեն դեպքում դուք ֆիքսել եք, որ խնդրեմ կա այդտեղ իրենց հետ։ Պարոն քաղաքապետ, Ծավալների առումով արագության առումով մենք իրենց հետ այո խոսել ենք եւ պարտադրել։ Ես մի բան առաջարկեմ, ես ձեզ ասել եմ դեռևս նախորդ շաբաթվանից եւ տկ են գործընկերները եւ մեկ այլ ընկերություն, որը որ նույն ոլորտում կարող է ծառայություններ մատուցել, իրենց ծառայությունն են առաջարկում առանց հավելյալ վճարման եւ տկեն գործընկերների հետ հենց այսօր պարոն Փամբուխյան, խնդրում եմ կապվել, այդ ծավալները հասկանալ, տեղաբաշխել այդ ծավալները այն կապալառուների հատվածներում, որոնք որ հապաղում են, իրենց ծավալները մենք կլրացնենք այլ ձևով եւ նաեւ այն ընկերությունը, որը որ նույնպես իր ծառայությունը առաջարկել է նույն սկզբունքով, այսինքն այդ տեղերում լրացնել։ Այսօր խնդրում եմ դուք զբաղվեք դրանով։